Հասանելիություն ունենալու են համակարգին մի քանի կառույցներ, դրանք են տեսչական մարմինը, ՊԵԿ-ը և մեր միգրացիոնը, որը վերահսկելու է նաև օտարերկրացիների հետ կապված։ Ինչ խնդիր ենք այստեղ մենք ուզում լուծենք, սա գնում է նրան, որ ունենանք նախ միասնական պայմանագրի ձև, այսինքն սա կտանի նրան, որ մենք կունենանք գրագետ պայմանագիր, ինչը իհարկե լավ է և գովելի է, որովհետև շատ ընկերություններ կան, որտեղ պայմանագրերը կազմվում են ոչ համապատասխան օրենսդրությանը և սա չի արվում, միտումնավոր, այստեղ ուղղակի ունենք մասնագետների ոչ լիարժեք տիրապետում օրենսդրությանը և սա բերում է հետագա խնդիրների։ Ստուգման արդյունքում ընկերությունը հայտնվում է, այսպես ասած, վատ իրավիճակում, տուգանքների մեջ է հայտնվում, իսկ այս որոշումը տանելու է նրան, որ մենք բոլորս ունենալու ենք մեկ միասնական պայմանագրի ձև և այլևս ուղղակի չենք կարողանալու այն կարևոր կետերը, որը նախատեսված է, որ պետք է պարտադիր լինի պայմանագրերում, այսինքն որ կար թղթային պայմանագրերում և լինելու է նաև էլեկտրոնային պայմանագրերի դեպքում, մեր 84-րդ հոդվածի պահանջներն են, որոնք պարտադիր են, դրանք լինելու են միասնական ձևով, այսինքն այլևս դա խախտել և այսպես ոչ կիրթ ձևակերպել մենք ուղղակի չենք կարողանալու։